Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթին է Հայաստանում, այսօր նա խորհրդարանում էր, որտեղ հանդիպում էր թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների հետ։ Լրագրողների հարցերին նա չի պատասխանել։ Ազատության լրագրողը մասնավորապես հարցնում էր, արդյոք հանձնակատարը պատրաստվում է այցելել բանտարկված ընդդիմադիրներին կամ հոգևորականներին, որոնց ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում։ I'm not doing media, thank you. Are you planning to visit the bishops of the Armenian Church? As I mentioned, I'm not doing media during this visit. Իսկ ինչ են խոսել հայաստանյան ընդդիմությունն ու իշխանությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ պարզվում է, օրակարգերը շատ տարբեր են եղել։ Մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք խոսակցություններ ենք ունեցել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների մասով եւ այդ մասով նաև ինչը գտնվում է մեր տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում գտնվող հարցերի մասին ենք խոսել եւ դրանք ենք քննարկել։ Հատկապես մարդու իրավունքների ոլորտում խախտումների ինչ հարցեր է հետաքրքրել։ Առանձին դեպքեր եղել են, որ նրանք ներկայացրել։ Այստեղ առանձին դեպքերի ոչ նման հարցեր չեն քննարկվել եւ ձեր մատնանշած հարցերի մասին մենք չենք խոսել։ Բնականաբար մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Նախ ասացինք, որ չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում եւ սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով։ Հիմնականում 4 թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, ուրեմն գերիների հարց եւ ընդհանրապես Եվրոխորհրդի մոտեցումները եւ մեր հարաբերությունները Եվրոխորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասացի, ես այն անձանցից եմ եղել, որ եղել է այդ 5 չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, գիտեք, քաղբանտարկյալներ տերմինը ձևակերպումը Եվրոխորհրդի խորհրդանական վեհաժողովն է տվել եւ 5 չափանիշներ կան։ Եվ ես ասացի, կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավել քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ այսօր ոչ միայն իրանց անգամ խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ մտքի ենթադրյալ։ Մինչ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներ քննարկումներ ունենում, Հանրապետական կուսակցությունը ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում։ Ազատություն! 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 Freedom! 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 Այսօր ազգային ժողովի ճաղերի հետևում գտնվում ենք մենք եւ ամբողջ ժողովուրդը, բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի եւ հավատի համար պայքար են մղում եւ պատրաստ են կրել այդ պայքարի գինը։ Այսօր ամոթի օր է։ Ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Եվրոպայի խորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ, այսօր բարոյական բանկրոտ է։ Բարոյական բանկրոտ, որը չունի ամոթ։ Մենք այլևս դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայելու ձեզ եւ ձեր խոսքին։ Ձեր բերաններից դուրս եկող խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր։ Freedom! Freedom! Հայ ժողովուրդը ոչ մեկի կարիքը չունի վերագտնելու իր արժանապատվությունը եւ մաքրելու դեպի ապագա իր ճանապարհը։ Ամոթ եվրոպական կառույցներին, որոնց ներկայացուցիչ այսօր այս դալիճում ազգային ժողովի, հետո Երևանի որևէ գողտրիկ կաֆեում կխմի մի գեղեցիկ շարդոնե, սակուսկա կանի մի կրուասանով կամ երշիկով եւ կմտածի, oh, wonderful country, լավ կերակրում է, մեր երկիրը ղեկավարող դավաճանական խունտայի ներկայացուցիչների գլուխը պետք է ոչ թե շոյել, այլ պետք է այդ գլխի վրա բերել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված։ Freedom! 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 Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ խոսքը քրեականացված է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս այն մարդիկ, որոնք որ դեմ են իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Եվ այսօր
Նման իրավիճակում է նաև Արցախից բռնի տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Մարդու իրավունքները չեն կարող եւ չպիտի ընտրովի պաշտպանվեն։ Հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ որ տեսնում է անօրենություն է կատարվում։ Ազատություն, ազատություն։